Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ընդդիմադիր Հայաստան դաշինքը բողոքում է, որ վարչական ռեսուրսի առերևույթ չարաշահման դեպքերի վերաբերյալ իրավապահներին դիմումները անարձագանք են մնում։ Երևի մի 10 օր առաջ կլինի հաղորդում ենք ներկայացրել Արտիկ համայնքի վերաբերյալ, որտեղ զեկույցի տեսքով շատ հստակ համայնքի այդ պաշտոնատար դեմքերը ֆիքսելով, իրենց համայնքի կայքից նույնականացումով, նկարներով Քարոզ Արշավին մասնակցելու վերաբերյալ հաղորդում տվել ենք եւ ԿՀ եւ Քննչական հակակոռուպցիոն կոմիտե։ ԿՀ-ն տեղեկացրել է, որ նույն բանը հասցեալվել է դատախազություն։ 24 ժամում ես պետք է ստանամ արձանագրություն վարույթ նախաձեռնելու մասին, օրենքը դա պահանջում, թող լինի 48 ժամ։ Մենք տվյալ չունենք, որ այդ գործով ընդհանրապես ինչ-որ ընթացք է տվել։ Նույնը այսօր հրապարակելու ենք Մարտունի քաղաքում վարչական ռեսուրսի մաս։ Չի կարող այնպես լինել, որ 30-40 անց միաժամանակ գտնվի արձակուրդում եւ իրավապահները պետք է սա գնահատման ենթարկեն։ Բազմաթիվ ահազանգեր եւ զրո քրեական գործ։ Չնայած փաստաբան Հովհաննես Խուդոյանի վերջին պնդմանը հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, հարկադրաբար Քարոզ Արշավի տանելու դեպքերով քրեական վարույթները իրենց տիրույթում չեն։ Քննչական կոմիտեից ասացին, Քարոզ Արշավի ընթացքում չեն ստացել վարչական ռեսուրսի չարաշահման մասին հաղորդում։ Պնդում են առանց հաղորդման ինքնուրույն նման քննություն չեն կարող սկսել, թե հակակոռուպցիոնից, թե քննչական կոմիտեից հետաքրքրվել էինք։ Վարչական ռեսուրսի ենթադրյալ կամ առերևույթ չարաշահման քանի հաղորդում են ստացել, քանիսի մասին կա գործ եւ արդյոք կան մեղադրյալներ։ Ես համայնքապետարան եմ աշխատում։ Ինչ եք աշխատում։ Բան որ։ Մեր Նիկոլին էր փառաբանը։ Մեր Նիկոլին։ Արի աղջի նկարվեք։ Ամեն ձեզ հետ աշխատում, այնքն է կոմունալում։ Հա։ Կոլեկտիվներով եք եկել։ Այո։ Որ կոլեկտիվն է։ Հայ-փոստ։ Ազատությունը իշխող քաղաքացիական պայմանագրի ընտրաշավի ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման մի շարք դեպքեր էր արձանագրել տարբեր օրերի եւ տարբեր բնակավայրերում։ Օրինակ Սպիտակում պետական հիմնարկների աշխատողներն աշխատանքային ժամին սպասում էին Փաշինյանին։ Համայնքապետից իր ենթականերից մինչև Հայ-փոստ։ Պարոն Մաթևոսյան, աշխատանքի չեք բա։ Այն չես ուզում արա, եկա կնիկե։ Աշխատանք եմ, հանրապետության վարչապետն է, հերիքան եք լար։ Էլի եկար խանգարել։ Գեղարքունիքում Քարոզ Արշավի ընթացքում երեխաների դհոլի զարկերը անձամբ համայնքապետարանի աշխատակիցն ու դպրոցներից մեկի տնօրենն էին համակարգում։ Ասել են, որ գա։ Այո։ Միշտական դպրոցում եք։ Հա։ Իսկ ուսուցիչներից կան։ Տնօրենն է։ Տեսա, որ նաև համայնքապետարանի աշխատողներ նաև ձեզ ասում, որ գնաք։ Այո։ Իրանք են էլի կազմակերպում։ 4 տնօրեններ ազատման դիմումներ գրեցին Արագածոտնում, դասի ժամին ուսուցիչների եւ աշակերտների կազմակերպված մասնակցության ահազանգերից հետո։ Այս դեպքում ինչպես իրավական գործընթացի մասին չհայտարարվեց, այնպես էլ վարչապետի անոնսած ծառայողական քննության արդյունքների։ Փաշինյանն ասել էր, տնօրենների դիմումները չեն մակագրվի, քանի դեռ ընթանում է ծառայողական քննություն։ Այսօր իշխանություն լրատվականն է տեղեկացրել Սիսիանի կոմունալ բաժնի պետը Դավիթ Մարգարյանը։ Իր ենթակայության տակ աշխատող 4 տասնյակից ավելի աշխատակցի ընտրական տեղամասը տեղափոխել է տվել Լոր գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ նա հանձնաժողովի նախագահ է։ Լրատվամիջոցը ենթադրել է քաղաքացիական պայմանագրի օգտին քվեարկությունը վերահսկելի դարձնելու համար։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի քաղաքացիական պայմանագրի կողմից նշանակված Մարգարյանը դեռ հանձնաժողովի նախագահ է, չնայած ինքն անձամբ մեկ հաստատում, մեկ հերքում էր։ Ձեզ հարմար կլինի տեղափոխվել Լոր գյուղ։ Խնդիր չի, կգնամ։ Հանուն Նիկոլ Փաշինյանի կգնաք։ Իհարկե։ Դուք Սիսիանում չեք ընտրելու արդեն, Լոր գյուղում եք ընտրելու, գիտեիք։ Գիտեմ, ազիզան, գիտեմ, Հա, սա ասել են, որ պիտի Փաշինյանին ընտրեք։ Հա, գիտեմ, մենք գիտենք։ Տեղամասը փոխվել է, Լոր գյուղում եք ընտրելու։ Հա, Սիսիանը գյուղը, ես գյուղերը որ չեմ կարող հիշեմ։ Իսկ ինչու եք տեղափոխվել Լոր գյուղ։ Որոշման մեր գործընկերները տեղ են ընտրում։